Բարի օր, սիրելի քաղաքացիներ, քիչ ուշացումով գտնվում ենք Կոշ գյուղում, Երևան-Գյումրի մայրուղու աջ հատվածում, այստեղ բնակիչները արդարացիորեն փակել էին ճանապարհը եւ պահանջում էին տրանսպորտի սակագինը վերանայել, կառավարությունը փորձում է թանկացնել մեր հարակից գյուղերի տրանսպորտի վարձը, այն է Կոշից եւ հարակից գյուղերից պետք է տրանսպորտը նոր որոշման, պետք է գա աշտարակի ճանապարհից, պետք է գնա դեպի Լենինգրադյան եւ երրորդ երթուղին ուսանողը պետք է մի հատ էլ Լենինգրադյանից նստի եւ գնա իր ուսումնական հաստատությունը, դուրս է գալիս, որ 3 տրանսպորտ պետք է փոխի այդ քաղաքացին, այսինքն քանի անգամ թանկանում է։ Հիմա մոտենանք մեր բնակիչներից մեկին եւ մի քանի հարց ուղենք։ Բարև ձեզ, դուք այստեղ եք, չէ՞ բնակվում։ Մի քանի հարց ուղենք։ Այստեղ առավոտյան տեղի է ունեցել բողոքի ակցիա, կներկայացնեք ինչումն է պատճառը, ինչ են ուզում մեր գյուղացիները։ Ճիշտն ասած, բողոքի ակցիան նրա համար է, որ հիմա այս տրանսպորտի հետ կապված պիտի գյուղից մինչև Կիլիկիա գնում էր գազելը, օրը ամեն ժամը 400 դրամ էր տրանսպորտի վճարը, իսկ հիմա անեցա, որ պիտի գնանք մի հատ աշտարակ 400 դրամով, հետո աշտարակից նորից մի հատ տրանսպորտ փոխենք, գնանք հասնենք, էլ Կիլիկիա չի գնում, գնում է կվարտալա գնալու էլի 400 դրամ, այսինքն ես եթե ստեղից գնում էի Կիլիկիա 400 դրամով, հիմա պիտի գնամ 800 դրամով ու ոչ Կիլիկիա, մի հատ էլ ուսանողներ ունենք տանը, մի հատ էլ ուսանողը այնտեղից նստի, նորից 150 դրամ տա, գնա հասնի նորից ուսումնարան, համալսարան եւ այլն։ Զուտ դրա համար է արվել այդ ավանա ակցիան, բողոքի ակցիան, որ չի լինի նման ձև։ Հետ 100 դրամ էր թանկացնում, եթե թող 100 դրամ ավելի լավ է թանկացներ, բայց տեղից նստեր իմ ուսանողը գնար մի անգամից իր ուսման վայրը, քան թե նորից 2 տրանսպորտ փոխելով են էլ տրանսպորտներն էլ չես կարում, դա անգամ մեջը չես կարում կանգնես։ Քիչ է, այսինքն ուղղեմ։ Բնակիչները շատ են, պահանջը շատ է ու տրանսպորտը քիչ փոքր տրանսպորտ, ոչ ուսանողական ավտոբուսներ կա, ոչ մի բան չկա, ու դրանով ոչ մի ոնց ասեմ, ցույցում չկա, որ մենք պահանջում ենք, որ գոնե ուսանողական տրանսպորտ լինի, էդ էլ չի։ Իսկ տեսեք ինչ եք կարծում, այդ պահանջը արդյոք միջև վերջ մեր գյուղացիները տանելու են տրանսպորտի, թե ընթացքում կհամակերպվեն։ Ես կարծում եմ, որ չեն համակերպվի, որովհետև յուրաքանչյուր տնից էլ կան աշխատողներ Երևան, կան ուսանողներ եւ այլն, քանի որ չեն կամ ստեղ աշխատանքի վայր չկա, որ աշխատենք, մարդիկ գնում են ուսանողը, թե աշխատողը առավոտյան շատ է։ Ինձ թվում է կգնան մինչև վերջ, պետք է որ գնանք մինչև վերջ, որ այս հարցը կարգավորվի։ Ես նաև մի առաջարկ ներկայացնեմ ձեզ, քանի որ դուք Կոշ գյուղում եք ապրում, ներկայացրեք ձեր համագյուղացիներին, որ Քասախ համայնքում բնակիչները նույն բողոքով են, Քասախում, Պռոշյանում, հիմա 15 հարակից գյուղերում այստեղ, շուտով Կոտայքի մարզերում, Արտաշատի ճանապարհներին, այսինքն համատարած ամբողջ մեր մարզերը նույն թանկացումները բերելու են բոլորիդ գլխին։ Դա իմ կարծիքն է, որ պետք է բոլորս միանանք, որ այս հարցին ինչ-որ լուծում տանք։ Մասով ոչ մի բան չի լինի, եթե բոլորս պիտի բողոքենք, ուրեմն պիտի Համախմբվեք միասին բոլորը, ընդհանուր համատեղ հարց է սա։ Իմ քո նրա եւ այլն, սա բնակիչների, ընդհանուր բնակիչների հարցն է։ Սա ոչ իմ հարցն է, ոչ էլ ինչ-որ անհատական հարցն է։ Սա բոլորս պիտի միանանք, կարծում եմ Եթե տենց է շարունակել, կարծում եմ, որ կմիանան լավ կլինի, էլի, այդ հույսով ենք։ Նաև եթե բողոքի ակցիաներ կլինի, մեզ տեղեկացրեք, մենք կոնտակտով կփոխվենք, մենք անպայման ձեր կողքին ենք լինելու, ոչ միայն ձեր, այլև հարակից բոլոր գյուղերի, Քասախի, մյուս մարզերի բոլորի կողքին։ Երևանից դուրս ցանկացած տեղ, եթե շնորհակալ ենք։ Անկախ ամեն ինչից մենք Երևանի ավականու անդամ են, այսօր Կիրակի օր է, մենք ցանկացած ժամանակ նաև Երևանից դուրս որպես նաև քաղաքացի բոլորի կողքին լինելու ենք։ Այո, տենց պիտի լինի, որ բոլորով կարողանանք մի հատ լուծել։ Շնորհակալ ենք շատ ձեզանից։ Լավ եղեք։ Հաջողություն։ Սիրելի քաղաքացիներ,
Նաև ինչ եմ առաջարկում, տարածեք այս ուղիղ եթերը, սիրելի պռոշյանցիներ, սիրելի քասախցիներ, բոլոր մարզի բնակիչներ, միացեք բոլորդ, միահամուռ դարձեք, չմասնատվեք, քանի որ այս կառավարությունը սիրում է տարանջատված իր թանկացումները ուղղորդված թանկացումները պառակտման հաշվին ձեր կյանքը թանկացնել, երբ որ դուք միասնական լինեք, ոչ թե ես քասախից եմ, միայն քասախի հարցերը լուծեմ ու վերջ Պռոշյանին ինչ կանեն ու հակառակը ես Կոշ գյուղից եմ մեր հարցը այսօր լուծենք, մեր տան հարցը լուծենք, մնացածը ինչ ուզում ա լինի, ոչ, այդպիսի հարցերը չի լուծվելու, վստահեցնում եմ ձեզ, եթե բոլորդ մարզերում միասնականություն ցուցաբերեք, համատեղ Եթե կոնտակտ չունեք, ես պատրաստակամություն եմ հայտնում կոնտակտները փոխանցել Պռոշյանի, Քասախի, Կոշ գյուղի, միահամուռ կարող եք նստել, պայմանավորվել, զրուցել, համատեղ ձեր պայքարը շարունակեք, վստահեցնում եմ, եթե համատեղ ուժերով միասնական օրակարգ թելադրեք, դնեք օրակարգ, կառավարությունը չի կարողանալու ձեր կյանքը թանկացնել։ Լավ եղեք, մենք բոլոր մարզերում լինելու ենք, նաև մարզերում որպես քաղաքացի կանգնելու ենք մեր քաղաքացիների կողքին, որը վերաբերում է մեր բնակիչների ապրելակերպին, թանկացմանը եւ փորձելու ենք բնակիչների հետ համատեղ ուժերով թույլ չտալ, որ մեր բնակիչների կյանքը բարդանա։